Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարերուս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ցեզի եւ մեզի մեծ ավետիս։ Այսօր Սուրբ Ծննդյան 8-րդ եւ վերջին օրն է Դոնախմբության։ Այսօր նաեւ անվանագոչության դոնն է։ Այսօր է որ Մայրիկ Աստվածածինը եւ Հայր Հոսեփը Մանուկ Հիսուսը դարին դաջար թլփադության ըստ օրենքին Մովսեսի եւ անվանագոչության այսօր է որ անիգա գոչվեցավ Հիսուս, ինչպես որ հրեշտակը ըսած էր իրենց։ Հիսուս կնշանակե փրկիչ։ Փրկիչ թագավորը սիրելներ մեզի համար ծնավ, որբեսի մեր մեղքերը քավե մեզ մե։ Արդյոք դեր ունի անիգա մեր դուներեն ներս։ Արդյոք դեր դված ենք անոր մեր սրդին, մեր հոգին մեջ։ Արդյոք գճանչնանք զինք սիրելիներ, երբ ան գահիտնվի մեզի մեր կյանքին մեջ։ Պատմեմ ցեզի հետևյալ պատմությունը։ Ժամանակին թագավորը գուզե մայրաքաղաք բոլոր դուներ այցելել դեսնելու համար թե իր ժողովուրդը ինչ վիճակի մեջ կգտնվի։ Ոստի գծբդվի գերբարանափոխվի աղքատի գերբարանքով գներգայնա ցնցոդիներ հակած եւ գսկսի իր այցը հարուստերու նախարարներու դուներ այցելելու։ Որոնց դունը որ այցել է գդորմը հաց կխնդրե եւ դերմը որ այդ քիշերը բոլոր հարուստերը նախարարները զինք դուրս կտնեն ըսելու համար որ այդպիսի աղքատի համար դեղ չունին իրենք։ Եվ այս թագավորը ցնցոդիներ հակած գասնի աղքատիմը թրանտիմաց թուրը գտագե ծերուկ մը գփանա։ Եվ թագավորը անոր գսե ես գսե անցորդ մնեմ գսե անդունի արդյոք բադարմը հաց չունիս ինձի հետ կիսես եւ փսիատմը չունիս խսիրմը որուն վրա այս գիշեր կնանամ վաղ ոտ պետք է շարունակեմ ճամփաս եւ ձերուկը սիրով գնտունի զայներս առանց իմանալու թե իրականության մեջ անեգա թագավորներ գսե սիրելի անզարոտ գսե ես ալ շատ բան չունիմ դանս մեջ չորցած հաց ունիմ չուր ունիմ քեզի հետ գրնամ բաժնեկցիլ որովհետև գտեսնեմ որ դու ինձ մե ավելի թշվար ես ավելի անոթի ես հետևաբար այս չոր հացը գեր եւ աստուծո անունը փառավոր է եւ իսկապես ալ ձբդյալ թագավորը հացեն գուդե չորցած ու չուրը գխմե ապա ձերուգը վարարանին գողքին բզդիկ խսիրը գփրե եւ գսե որ այստեղ քիշերը տակցիր վարարանի մոտ ես ալկո գողքիդ կքնանամ եւ իսկապես ալ թագավորը խորուն քունով գքնանա արաբոդուն գարտնա շրագալություն գայտնե ու գմեկնի առանց հայտնելու ինքզինքը հանգարց քիչ ետ քաղաքի մեջ մունեդիկներ գելեն ըսելու համար որ պատրաստվեցեք այսօր թագավորը իր բարեկամներուն պիտի այցելե եւ բոլոր մեծարուստները, բոլոր նախարարները իրենց բալատները անմիջապես կտասավորեն եւ ամենեն քեղեցիկ հակոստերը գակվին եւ իրենց բալատներուն թիմած կելեն։ Թագավորը գժամանե։ Բոլորն ալ գհրավիրեն, որ ներս մտնե, բայց թագավորը ո՞ե մեկ հարուստի դունը չի մտներ։ Այլ գշարունակե իր փնդրդուկը մինչեւ գասնի այն թրանտիմաց, ուր որ մեկ գիշեր առաջ թագավորը ներս մտածեր եւ ձերունիմը զինք հյուրընկալած էր։ Եվ թագավորը գտնելով այդ ձերուկը ինքզինքը հայտնե եւ գսե որ երեկվան այդ ցնցոդիներով աղքատի դեսկով եկող անձը ինքն է եւ փարավոր նվերներով գբատվե այդ ձերուկը սիրելի քույրեր եղբայրներ երբ Քրիստոս բիդի ծներ Պետրեյմի մեջ հյուրանոցներու մեջ դեր չգար Հիսուսի համար եւ ադոր համար Սուրբ Մարիամ խոնար քարայրի մեջ մտավ եւ Հիսուսը այնտեղ ծնավ ու Հիսուս խոնար մսուրի մեջ դրվեցավ Սիրելի քույրեր եղբայրներ
Եթե մենք չխոնարեցնենք մեր անձը դիրոջ դիմաց, ապա սիրելներ թակավորներու թակավորին ներկայությունը պիտի չաբրինք։ Լան հադաբես, լան դանիքի որբես, լա ազգ որբես կամ մարդկություն։ Դերը սիրելներ ամենախոնար վայրի մեջ ծնավ աղքատիկ պայմաններու մեջ, որբեսի ոյ մեկ ժամանակ աղքատները եւ խոնարները չանդեսվին։ Իսկ անոնք, որոնք գանդեսվին, դիրոջկով մեծ փառք ունենան։ Ինչպես ասի այսօր անվանագոչության օրն է։ Սիրելիներ, Հիսուս կոչվեցավ այսօր անունով, որ կնշանակե փրկիչ։ Ինչպես որ ամեն մեկ երեխա նոր ծնյալ, նորածին, երբ գծնի, դան անդամներուն անուններ գուտա։ Օրինակ, զինք ծնողին անուն գուտա, մայրիկ, անոր մարդուն հայրիկ։ Եթե եղբայրներ քույրեր ունի, եղբայր քույր, հորաքույր, մորաքույր, քերի, հորեղբայր, ամեն տեսակ սիրելներ, ուրեմն դիդրոսներ կունենան իր շուրջի մարդիկը մանուկին ծնունդով։ Գիտեք որ երբ որ Տեր Հիսուս Քրիստոս ծնավ, մեզի ալ սիրելներ իրեն հավատացողներուս անուն տվավ։ Եվ ինչ անուն։ Աստուծո որդի անուն։ Տեսեք ինչ կսե Հովանես Արաքյալ իր Հովանու նամակի իր Հովանեսի Ավիդարանի առաջին գլխու 10-13 համարներու մեջ։ Աշխարհի մեջ էր անիկա, աշխարհը իր մովը ստեղծվեցավ, սակայն աշխարհը զինք չի ջանցավ։ Իր իսկ ստեղծած աշխարհը եկավ, բայց իր իսկ ստեղծած մարդիկը զինք չընդունեցին։ Ինչպես որ հարուստները եւ նախարարները չընդունեցին թակավորը, ինչպես որ սիրելներ այսօր շատեր չեն ընդունի իր դերը։ Բայց նայեցեք, իսկ զինք ընդունողներուն եւ իրեն հավատացողներուն իշխանություն տվավ Աստուծո որդիներ ըլլալու։ Մենք Աստուծո որդիներ ենք Հիսուսով։ Հիսուս Աստուծո որդի է բնությամբ։ Մենք Աստուծո որդիներ ենք որդեգրությամբ, որտեղ մենք ժառանգագից եղանք Քրիստոսի եւ հետեւաբար նույն այդ դիդրոսը որդեգրեցինք։ Ոչ արյան ջամփով եւ ոչ մարմնի կամ մարդկային գամքով, այլ Աստուծմեծնելով։ Սիրելի քույրեր եղբայրներ, մենք դեր ըլլանք մեր անունին, մեր դիդրոսին, որ ժառանգեցինք Քրիստոսով։ Այսինքն մենք որ հիմա կգոչվենք քրիստոնյաներ, ինչ կնշանակե քրիստոնյաներ, Քրիստոս կնշանակե օձյալ, հետևաբար քրիստոնյաներ կնշանակե օձյալներ, Քրիստոսի պատկանողներ։ Մենք որ Քրիստոսով սիրելներ ունենք, մենք գոչվեցանք եւ եղանք Աստուծո որդիներ եւ ունենք այս բարձր բադիվն ու անունը, բարձր բահենք այդ անունը։ Սրբությամբ ապրինք, որ իսկապես Աստուծո որդիներու վայել կյանքով ապրինք եւ Աստված տեսնե ու մեզմով հբարդանա ուրախանա։ Ոստի ահավասիկ ութորյա այս ծննդյան դոնախմբության ավարտին սիրելներ մեզ մե յուրաքանչյուրին կմնա խոնարեցնել մեր սիրտը, ընդունել փառած թակավորը մեր սրդին մեջ, մեր հարգերներս, երբեք սիրելներ չանդեսել ովևէ մեկը, այլ բոլորին այդ սիրով ու սրբությամբ վերապերինք, ինչպես Պողոս Արաքյալը գսե Հռոմայացիներու նամակի 13-րդ գլխու մեջ սիրելներ, 14-րդ համարի մեջ, որ խոնար մարդոց հետալ ընկերություն ունենք եւ ոչ թե անարգենք եւ ոչ թե միայն մեծերուն կետնաքաշ ծևով յետևեն երթանք, այս սիրելներ բոլորին այդ սիրով ու սրբությամբ ապրինք եւ երբ Հիսուս Քրիստոսը ընդունենք, Աստուծո որդին ընդունենք, հավատանք անոր բադվիրաններու մեջ են ընթանանք, այդ ժամանակ մենք ալ սիրելներ Աստուծո որդիներ պիտի ելանք, ոչ արյան ջամփով, այլ Աստուծմեծնելով։ Հետևաբար սիրելի քույրեր եղբայրներ, Քրիստոսի զորությամբ զորանանք, իր անունը սուրբ է, իր անունը հզոր է, փառավորենք իր սուրբ անունը եւ քանի որ իր անունը արած ենք մեր վրա, օրդությամբ եւ արժանավոր կյանքով ապրինք։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։